Չարիքի այս իշխանությունը կատարել է հերթական ձերբակալություն, այս անգամ կին քաղաքական գործիչի։ Ես ապշում եմ, երբ որ մարդիկ զարմանում են, այդ թվում նաև քաղաքական գործիչները, որ այսինչ է կատարում Նիկոլ Փաշինյանը ձերբակալումը երիտասարդ կնոջ, մոռացին երեխայի մորը, բա այսպես ինչպես է հնարավոր։ Նման տեքստեր ասողները հաճախ մոռանում են, թե ում հետ գործ ունեն։ Խոսքը այն Նիկոլ Փաշինյանի մասին է, ով օրը ցերեկով վրայերթի ենթարկեց աղի կնոջը, մինչև հիմա ներողություն չի խնդրել, իսկ վրայերթի ենթարկողը պատասխանատվություն չի կրել։ Խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է, ում գործունեության արդյունքում ունեցել ենք 5000 զոհ, ով հանձնեց հայրենիքը, ում գործունեության արդյունքում այսօր Ադրբեջանը գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Վերջին 5 տարիների ընթացքում պետք չի զարմանալ, Նիկոլ Փաշինյանը, նրա կամակատար դատախազությունը եւ քննչական մարմինները բազմաթիվ կեղծ շինծու մեղադրանքներով ու ձայնագրություններով ձերբակալել են մի քանի տասնյակ քաղաքացիների։ Ես ընդհանրապես հիշեցնեմ Վայոց ձորի դաշնակցության կառույցի հետ ինչ տեղի ունեցավ 2 տարի առաջ։ 14 հոգու նման շինծու մեղադրանքներով, այդ թվում նաև կանանց ձերբակալեցին։ Դրանից առաջ Արարատի մարզում, Արմավիրի մարզում եւ առհասարակ բազմաթիվ քաղաքացիներ իրենց քաղաքական հայացքների ակտիվության համար այս իշխանության կողմից, նրա կամակատար դատախազության, դատարանի եւ քննիչների կողմից ապօրինի հետապնդման են ենթարկվել եւ ձերբակալվել։ Եվ վերջապես Բագրատ Սրբազանը, Արթուր Սարգսյանը, Իգոր Սարգսյանը եւս 15 հոգի նման կեղծ շինծու մեղադրանքով, նման խուժան ձայնագրությունների արդյունքում այսօր գտնվում են անազատության մեջ։ Հետևաբար պետք չի զարմանալ այս իշխանությունների ապօրինությունների դեմ, սրանք ձեռագիրը նույնը եւ իրենց իշխանությունը պահելու եւ ապագայում վերարտադրությունը ապահովելու համար իրենք շարունակելու են նման գործելավոճ։ Իսկ ինչ է պետք իրականում, իսկ ինչ պետք է անել։ Ես հրապարակային կհնչեցնեմ այն առաջարկությունը, ինչ արդեն 5 ամիս է արել են քաղաքական դաշտի քաղաքական ուժերին եւ գտնում ենք, որ այս ամեն ինչի դիմաց առնելու միակ ճանապարհը դա է։ Ինչ ենք մենք առաջարկել քաղաքական ուժերին, ինչ ենք խոսել այս ընթացքում, որ անկախ նրանից, ինչ տարաձայնություններ կան ընդդիմադիր ուժերի միջև, անկախ նրանից, որ մենք առաջիկա ընտրություններում մրցակիցներ ենք նաեւ, գոյություն ունեն կարևորագույն առաջնային օրակարգային հարցեր, որոնց շուրջ համագործակցությունը կենսական անհրաժեշտություն է։ Դա խոսքը վերաբերում է այս իշխանության հալածանքներին եւ ապօրինություններին համատեղ ուժերով դիմագրավելու, քաղբանտարկյալների ազատությունը ապահովելու եւ առաջիկա ընտրությունների վերահսկողությունը իրականացնելու համար եւ այս օրակարգերով անհրաժեշտ է համագործակցություն։ Նաեւ մենք ունենք առաջարկություն հենց այս օրակարգով իմ հնչեցրած հարցերի շուրջ ընդդիմությունը հրավիրի միասնական հանրահավաք այս իշխանություններին պատշաճ հակազդեցություն ցույց տալու եւ համատեղ ուժերով այս ապօրինությունների դիմացը առնելու համար։ Մենք գտնում ենք, որ սրանք շարունակելու են այս ապօրինությունները, պետք չի զարմանալ, սրանք առաջիկայում ավելի մեծ ծավալի են հասնելու։ Այս իշխանությունը նաեւ ունի կանաչ լույս իր ապօրինությունները շարունակելու համար, իսկ սրա դիմագրավելու եւ այս ամեն ինչը կանխելու միակ ճանապարհը համատեղ ուժերով քայլերը եւ գործողությունները են։ Դրա եւ մեխանիզմները կա, եւ հնարավորությունները կա, եւ ձևավորած առաջարկությունը։ Մենք հավատում ենք, որ հնարավոր է սրա դիմացը առնել, դրա բոլոր պայմանները կան, անհրաժեշտ է ընդհանրապես չընկնել Նիկոլ Փաշինյանի լարած ծուղակը եւ թակարդը, հավելյալ ճեղքեր չստեղծել ընդդիմադիր դաշտում եւ չխուսափել համագործակցության հեռանկարից, որովհետեւ գոյություն ունի իշխանություն իր հանցավոր դատախազության քննչական մարմինները, որոնք պատրաստ են ցանկացած ապօրինության, իսկ որևէ ուժ միայնակ այս ամեն ինչի դիմացը դժվար կկարողանա առնել։ Հետևաբար անհրաժեշտ է այս հարցերի շուրջ լիարժեք եւ ամբողջական համագործակցություն։ Մենք շարունակելու ենք այս թեմայով աշխատանքները եւ մեր ժողովրդի հանրության տարբեր շերտերի եւ քաղաքական ուժերի հետ, որովհետեւ սրանց դիմագրավելու միակ ճանապարհը պատշաճ եւ համարժեք հակազդեցությունն է, դիմադրությունն է եւ համատեղ ջանքերով այս ամեն ինչի դիմացը առնելու քայլերն են, որին մենք պատրաստ ենք ամբողջական տրամադրվելու, մեր ներուժը դնելու եւ այդ նույն ակնկալիքը ունենք ընդդիմադիր դաշտի բոլոր դերակատար ուժերից։ Առայժմ այսքան։